Պարոն Ազատյան, քարոզարշավը ինչպես է անցկացվում, ինչ խնդիրներ, խոչընդոտներ կան։ Խոչընդոտներ չկան, ընդհանուր առմամբ նորմալ է անցնում, ուղղակի մարդկանց մոտ մի տեսակ վախեր եմ տեսնում, չեն ակտիվ մասնակցում մեր հարցազրույցներին, չեն մոտենում, հեռու են մնում տեսախցիկների մոտ աշխատում են չերևալ, չգիտեմ ինչն է պատճառը, չնայած գիտեմ, բայց բոլորին էլ պարզ է թե ինչն է պատճառը, ինչու չեն մոտենում։ Ինչն է, ինչից են վախենում։ Վախենում են վաղը աշխատանքից զրկվեն, վախենում են, չգիտեմ, ամեն մեկը իր վախերն ունի, որը որ լավ չի, իհարկե շատ վատ է։ Այսինքն, որ կարող է տեսնել նրան, ֆիքսեն եւ ինչ որ խնդիրներ ստեղծեն իրենց համար։ Նաեւ իշխանության, նաեւ մյուս ուժերի կողմից դրա համար ես իմ հիմնական ցանկությունը, որ այս մթնոլորտը փոխվի, մարդկանց մոտ կան նորմալ հարաբերությունների ժամանակաշրջան, այս վախերը պետք է վերացնել մեր համայնքից, որը մենք իզորու ենք անելու իհարկե։ Իշխանության տեխնատուն մի քանի օր է բողոքում է, որ բանավեճի չեն գնում են դիմադիրները։ Դուք գնալու եք այս անգամ, եթե բանավեճ լինի, եթե չէ, ինչու։ Ես հրավերք ստացել եմ բանավեճի եւ հարցրել եմ ովքեր են մասնակցելու, ինձ ասել են, որ պետք է լինի իշխանության տեխնատուն եւ նրանց քույր կուսակցությունից, հանրապետություն կուսակցությունից եւ իմաստ չեմ գտել երկուսի հետ գնալ բանավեճի, որտեղ արդեն իրենց հետ ունեցել ենք մենք բանավեճը, նոր խոսույթ չի լինելու, նույն բաները երկրորդ անգամ խոսալու իմաստը չեմ գտնում, ավելի լավ է մենք քայլենք մեր համայնքով, հանդիպենք մեր համայնքի բնակչության հետ եւ ունենանք մարդկանց հետ կառուցողական զրույց։ Ես առաջի բանավեճից հիշում եմ, որ ձեզ ավելի շատ մեղադրում էին կինոյի տան շինարարության հետ խնդիրներ կան եւ ընդ որում իշխանության տեխնատուն է նաեւ Մեխակյանն էր ձեզ մեղադրում։ Ինչ խնդիրներ է ստեղծել այդ շինարարությունը եւ քանի որ քաղաքապետարանի մոտ է, ստացվում է, որ նա ամեն օր տեսնում է այդ դա եւ բողոքում էր շինարարության հետ կապված խնդիրներից։ Երևի այդ խնդիրները մենակ իր համար են, որովհետեւ մենք ունենք այնտեղ հարևանության բազմաբնակարան շենքեր եւ մինչեւ այսօր դեռ բողոք չենք լսել եւ որի համար շատ շնորհակալ ենք մարդիկ ուղղակի հասկանալով են մոտենում այն հարցին, որ շինարարություն է, կլինի նաեւ աղմուկ, բայց դա ուշ ժամերին չի լինում, դա աշխատանքային օրվա ընթացքում է։ Շինարարությունը առանց աղմուկի ինձ թվում է հնարավոր չի, մենք հնարավորինս աշխատում ենք այդ աղմուկը մեղմել, բայց ամեն դեպքում երևի իշխանության ներկայացուցիչի պատուհանի տակ է, երևի ամեն օր նայում է, հիանում է մեր կատարած աշխատանքներով եւ միայն այդ աղմուկն է, դա էլ ոչինչ։ Իրանց, եթե չեմ սխալվում, Դիանա Գասպարյանի ժամանակահատվածում է, չէ՞, այդ թույլտվությունը ձեզ տրվել կինոյի տան։ Այո, Դիանա Գասպարյանի ժամանակահատվածում է թույլտվությունը։ Իշխանությունը համ տվել է այդ թույլտվությունը, համ հիմա բողոքում է։ Դե տենց է դուրս գալիս, որ շինարարություն թույլատրություն է տվածվել, այդ շինարարությունը երևի բացառիկ շինությունն է, որ Էջմիածնում դրա համար եղել են շատ մեծ հավաքներ, մարդկանց հետ հանդիպումներ, զրույցներ եւ դրա արդյունքում է տեղի ունեցել շատ բավականին երկար աշխատանքներ կատարվել փաստաթղթային, ամեն ինչ համաձայնեցվել է, ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։ Երևի ոչ մի շինարարական կառույց այդքան փաստաթուղթ չի նախապատրաստել այդ կառույցը սկսելուց առաջ, ինչը որ մենք ենք արել եւ բավականին ճիշտ գրագետ շինարարություն է ընթանում։ Ես հասկանում եմ մարդկանց ուրիշ ոչինչ չեն կարողանում գտնել ինձ վրայով խոսալու շինարարություն, դե եթե շինարարությունը վատ բան է, արեք ոչ մեկս ոչ մի բան չկառուցենք, սկսենք քանդել այն ինչն էլ որ կա, երևի դա է մարդկանց նպատակը, չգիտեմ։ Պարոն Ազատյան, ես հիշում եմ նախորդ մեր հարցազրույցի ժամանակ դուք ասացիք, որ դուք չեք օգնի որևէ ուժին ստանձնելու իշխանություն Վաղարշապատում։ Ինչպես եք պատկերացնում, լավ ստացել է կոնկրետ որոշակի ձայն, եթե դուք չեք անցնում մեծամասնություն չեք, ինչ եք անելու այդ ձայների հետ։ Ես ինչպես ասել եմ, այդպես էլ մնում եմ իմ կարծիքին, ոչ մեկին չեմ օգնելու։ Այդ ձայներով մենք կմնանք ընդդիմություն, կմնանք որպես ավականի։ Եթե ինչ-որ մեկը կարողանա առանց մեզ հավաքել 50+1, դա ժողովրդի ցանկությունն է, մենք շնորհավորենք ժողովրդի ցանկությունով ընտրված արդար ընտրությունների արդյունքում անցած համայնքապետին։ Մենք կմնանք ընդամենը ընդդիմադիր ավականի եւ կստիպենք, եթե ինչ-որ մեկը կկարողանա, որը որ ես շատ խիստ կասկածում եմ այդ հարցում, ստիպենք, որ աշխատեն մեր համայնքի օգտին, գիշեր-ցերեկ կունենան աշխատանքի մեծ ֆրոնտ, պարապ չենք թողի, մնանք աշխատացնենք բոլորին։
Եթե օրինակ ձեր ձայներից կախված լինի ընդդիմությունը իշխանություն ստանձնի վաղարշապատում, կրկին չեք միանա։ Նույն ընդդիմությունն էլ ես եմ, որը ոչ մի անգամ ոչ մի այս քաղաքական բաների մեջ չի եղել, թող իրենք գան միանան մեզ, ինչ են կորցնում։ Եթե իրանց միակ նպատակը ոչ թե մեր համայնքի բնակչությունն ու մեր համայնքի բարօրությունն է, եթե նրանց միակ նպատակը այսօրվա իշխանություններին հեռացնելն է, խնդրեմ մենք ազատ ենք, թող գան միանան մեզ։ Ես այդտեղ խոչընդոտ չեմ տեսնում, մենք բաց ենք բոլորի համար, ովքեր կցանկանան մեզ միանալ, բայց մենք չենք միանալու, որովհետև մենք տեսել ենք իրանց ժամանակվա քաղաքը, տեսել ենք այս մի իշխանության ժամանակվա քաղաքը եւ հետեւաբար ոչ մեկին միանալու մենք ցանկություն չունենք եւ չենք միանալու։ Հասկանալի է, որ իշխանությանը եւս չեք ցանկանում պահել այստեղ վաղարշապատում, բայց ստացվում է, որ իշխանությունը ամեն դեպքում այս փուլում կարծում է, որ ամենաշատ ձայները իրենք ունեն։ Եթե ինչ որ փուլում որոշակի էլի խնդիր առաջանա, աջակցելու 1-2 քվեով, կրկին այդ հարցը կա, արդյոք դուք բացառում եք իսպար, որ դուք որևէ ձևով նրանց հնարավորություն կտաք։ Բացառում ենք միանշանակ, ոչ մեկին հնարավորություն չենք տալու։ Ես ասել եմ, մեր օգնությամբ ոչ մեկ չի դառնա համայնքապետ։ Դա արդեն քանի անգամ կարելի է նույն բանը կրկնել։ Վարչական ռեսուրսի չարաշահման մասին են հիմա խոսում, նաև այդ մասի մամուլի հրապարակումներ կան։ Դուք ինչ որ այդ նման խնդիրներ տեսել եք այս օրերին։ Ես անձամբ չեմ տեսել նման խնդիրներ, եթե եւ շատ հնարավոր է որ լինի, որովհետեւ մենք ուղղակի մեր թիմը զբաղվում է մեր քարոշությունով, մեր աշխատանքով, մենք մեզ ենք ներկայացնում, մեզ այդքան ժամանակ չունենք եւ այդ ամբողջ հսկայական թիմը, ապարատը չունենք, ոնց որ իրենք ունեն, որ կարողանանք զբաղվել այդպիսի հարցերով, դե իրենք ավանդական կուսակցություններ են, թող զբաղվեն, ունեն դրա համար ամեն հնարավոր գործիքները, մենք զբաղվում ենք մեր կոնկրետ մեր արժև դրված խնդիրով։ Մենք պետք է դառնանք համայնքապետը այս համայնքի, ուրիշ խնդիր մեր արժև չկա դրած։ Նախորդ բանավեճի ժամանակ իշխանության տեխնացուն ձեզ առաջարկում էր թվարկել վաղարշապատի գյուղերի անունները, թերևս ակնարկելով, որ դուք ավելի քիչ եք շփվում գյուղերի բնակիչների հետ։ Այս առումով արդյոք դուք ձեր քարոզարշավը այնպես եք կառուցել, որ բոլոր գյուղերում, համայնքի բոլոր գյուղերում լինելու եք։ Միանշանակ լինելու ենք համայնքի բոլոր գյուղերում, բայց ես չեմ հասկանում այդ դպրոցական խնդիրները, ես բանաստեղծություններ ասելու այդ երեխա վախտվանից ծեր չեմ ունեցել, անգիրներ չեմ արել, ինձ համար ավելի լավ է ես աշխատանքով ցույց կտամ այդ ամեն ինչը, քան թե գյուղերի անունները անգիր ասելով։ Իսկ այդ գյուղերում ես երբ որ մեր երիտասարդ տարիներին մենք ժամանակ էինք անցկացնում, դա բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեղյակ են, տենց գյուղ չկա, որ ես չունենամ այդտեղ ընկերներ, չունենամ մարդիկ, որոնց հետ ես հարաբերության մեջ եմ մինչև այսօր, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ։ Իսկ անգիր ասելով, ինձ թվում է հենց այդ անգիրներով են խոսացել, որ մարդկանց կարողացել են խաբել։